Ահա Գյումրին առավոտյան 9:28-ին ցնցած երկրաշարժի փոքրիկ հետևանքը։ Այս վթարային տան երկշերտ պատից քարեր են գլորվել նկուղ։ Ըստ ներքին գործերի նախարարության կեսօրից հետո ժամը 12:39-ին են փրկարարներն ահազանգ ստացել։ Դեպքի վայր գյումրեցի փրկարարների մեկ մարտական հաշվարկ է մեկնել։ Փրկարարների մի խումբ Արթիկի ահազանգին է արձագանքել։ Ըստ ահազանգի այս քարերն են 5 հարկանի շենքի կտուրից վար ընկել։ Ըստ ներքին գործերի նախարարության ճշտվում է, արդյոք փլուզումը երկրաշարժի հետ կապ ունի, թե ոչ։ 6-ից 7 բալ ուժգնություն է ունեցել Հայաստանի հյուսիսը ցնցած երկրաշարժը, 10 կիլոմետր է եղել օջախի խորությունը։ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում երկրաշարժը զգացվել է 4-ից 6 բալ, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում 2-ից 4 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքի մոտակայքում է, 88-ի աղետալի երկրաշարժը տեսած քաղաքում խուճապ չկա, հայլուրին հայտնել է Սպիտակի բնակիչներից մեկը։ Վանաձորցիների տրամադրությանն էլ չի ազդել երկրաշարժը, տագնապն ու վախը մի քանի րոպե են տևել։ Շատ վախենալու էր։ Լոռու մարզկենտրոնում ավերածություններ չկան, ցնցումը նախ հարևան գյուղերում են զգացել, հետո վանաձորցիներն են իմացել, որ երկրաշարժ է։ Առավոտ 9:30-ի կողմերներ տատիկիս հետ էի խոսում, ինքը կողքի գյուղերից մեկում ապրում, ասեց վայ, չհասկացա ինչ կատարվեց, հետո մեր մոտ ցնցումը եղավ։ Թեպետ ավելի թույլ, բայց հետ ցնցումներ է զգացել վանաձորցի Իրինան։ Անցավ մի ժամ ու տենց թեթև էլի ցնցում եղավ, բայց դա արդեն նախորդի պես չէր էլի։ Հետ ցնցումների վտանգի մասին զգուշացրել է ներքին գործերի նախարարությունը, բնակիչներին հորդորել խուճապի չմատնվել, դրանք կարող են կրկնվել։ Ժամը 12:40-ի դրությամբ սեյսմոլոգներն արդեն հաշվել էին 45 հետ ցնցում։ Ալբերտ Սերոբյան, Հայլուր։